Թրամփն ինչ է անում։ Օրինակ, եթե նույն գործողությունը տեղի ունենար օրինակի համար Հայաստանի Հանրապետության դեմ եւ ամերիկյան հատուկ ուժերը Նիկոլ Փաշինյանին առևանգեին կամ մեկ այլ ժողովրդավար ղեկավարի, սա կլիներ անհասկանալի, բայց երբ որ այդ պայքարը տարվում է Մադուրոյի նման նարկո բարոնի կամ մարդասպանի, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններն են արդեն նշում, սա այլ խնդիր է։ Եվ ի վերջո ժողովուրդը, այդտեղ ապրող ժողովուրդը, Վենեսուելայի բնակչությունը կամ այն բռնապետական երկրներում, որտեղ որ Թրամփ սպառնում է գործողություններ իրականացնել, ժողովրդի արձագանքը դուք տեսել եք։ Օրինակ Վենեսուելայում բնակչության մի ստվար զանգված, որը մեծամասնություն է, խորին համոզմամբ կազմում, տոգորված էր Թրամփի իրականացրած գործողությամբ, ողջունում էր Թրամփի գործողությունները, մարդիկ սպառում էին, ուրախանում էին Վենեսուելայի փողոցներում եւ նշում էին Մադուրոյի ձերբակալությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Նույն իրավիճակը հիմա ունենք Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանի Իսլամական Հանրապետության բնակիչների, քաղաքացիների հակահերոսը, որը հանդիսանում էր Թրամփը, հիմա կարծես թե հերոսի է վերածվել, որովհետեւ Թրամփը այն լիդերն ու այն առաջնորդն է, որ ասում է, այ այաթոլլա, եթե դու փորձվես կրակել քո սեփական ժողովրդի վրա, Միացյալ Նահանգները գործի կդնի ողջ գործիքակազմը եւ պատասխան հարվածներ կհասցնի թիրախային Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության ուղղությամբ։ Շրջադարձային փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում եւ այո, Միացյալ Նահանգները լինելով աշխարհում միակ, իմ կարծիքով, միակ գերտերությունը, որը ունակ է, որը ունի հնարավորություններ, որի ձեռքի տակ կա գործիքակազմ այս ճանապարհով պաշտպանելու ժողովրդավարությունը, ճիշտ ճանապարհի վրա է եւ այս ճանապարհով պետք է գնա ու այդ ճանապարհով էլ գնում է ամեն ինչ։ Եվ այս համատեքստում ես ուզում եմ նաեւ ուշադրությունից չվրիպի մեր տարածաշրջանը, այօնակ օգոստոսի 8-ի հայտնի համաձայնագիրը կամ այդ հայտնի մեմորանդումը, որ հրապարակվեց եռակողմ Միացյալ Նահանգներ, Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջան, սա հենց այնպես եղավ։ Արդյոք սա Թրամփի ազդեցությունը Թրամփի 200% դրուքաչափերի բարձրացման սպառնալիքն էր, որ բերեց սրան, թե օրինակ Մադուրոյի ձերբակալումը հստակ ազդակ էր, հստակ մեսիջ էր Ալիևի նման մի բռնապետի օրինակ։ Կամ մեկ այլ բռնապետի, ով պատրաստվում է կամ ով դեմ կգնա Միացյալ Նահանգների շահերին։ Այստեղ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները մեկ գնդակով մի քանի նապաստակ սպանեց, մի քանի նապաստակ էլ հասկացնել տվեց, որ իրենց ճակատագիրը նման է լինելու Մադուրոյի ճակատագրին, եթե չլսեն Միացյալ Նահանգներին, եթե չգնան այն ճանապարհով, որը որ առաջարկում է Միացյալ Նահանգները։ Իսկ հանուն արդարության պետք է ասենք, որ Միացյալ Նահանգները որպես այդպիսի ժողովուրդների համար, բնակչության համար, ապրող քաղաքացիների համար, որոնք ապրել են տարիներ շարունակ դիկտատորների լծի տակ, աղքատության մեջ, Թրամփը առաջարկում էր շահեկան պայմաններ, հնարավորությունները, կապուղիները, ճանապարհները գործի դնել, զարգացնել տնտեսությունները հանուն ժողովրդի առաջին հերթին այդտեղ ապրող։ Հետո նոր Միացյալ Նահանգների շահերի իհարկե։ Առանց շահերի այստեղ ոչինչ չի լինում։ Եվ այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ունի բազմաթիվ խաղաքարտեր իր ձեռքին, օգոստոսի 8-ի համաձայնագրի համատեքստում Իլհամ Ալիևի տարբերվող հայտարարությունները երբեմն Միացյալ Նահանգների Թրամփի աշխատակազմի առաջ դնելու, որովհետև Ալիևը մի օր հայտարարում է, որ Թրամփի ուղի կոչվող այդ ճանապարհը, որը որ պիտի անցնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկողմ համաձայնության արդյունքում, սա շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանը փորձում է անընդհատ մատի եւ մատանու արանքը խցկվել, դա ուզում է ծառայեցնի օրինակ Չինաստանի շահերին, ուզում է ծառայեցնի Ռուսաստանի Դաշնության շահերին։ Ինքը այդ համատեքստում է դիտարկում։ Իսկ Թրամփի բոլոր գործողությունները այսօր ինչ որ տեղի ունենում աշխարհում, հիմնականում ընդդեմ Ռուսաստանի է եւ առաջին հերթին ընդդեմ Չինաստանի է։ Եվ հայկական դիվանագիտությունը այստեղ անելիք ունի ու վստահեցնում եմ, որ Ալիևի նման փոքրիկ բռնապետը շատ լավ գիտակցում է, թե ում հետ ինքը գործ ունի եւ այսպես թե այնպես ինքը գալու է
բանակցությունների սեղան, հիմա արդեն իսկ Բաքվից հնչում են հայտարարություններ Հաջիևի շուրթերով, որ մենք արդեն իսկ խաղաղության մեջ ենք ապրում, արդեն իսկ խաղաղ է, մենք սկսել ենք առևտուրը, մենք սկսել ենք համագործակցությունը, մենք այլևս պատերազմին վերջ ենք տվել։ Այս տեմպը պետքա պահել, դիվանագիտությունը պետքա աշխատանք տանի, Ալիևի X-երը պետք է Թրամփի վարչակազմի առաջ դրվի, եւ ճնշումը Ադրբեջանի վրա մեծացնելով վերջնական խաղաղության համաձայնագրի հասնենք, այն ինչ որ նախաստորագրված է այս պահին, կարծում եմ լավ պարարտ հող նախապատրաստելու արդյունքում Միացյալ Նահանգների ճնշման միջոցով հենց Վաշինգտոնում հնարավոր է այլևս հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման եւ գետնի վրա դրա արտացոլման։ Չնայած պետք է հանուն արդարության ասենք, որ գետնի վրա այդ խաղաղությունն արդեն իսկ որոշ շապով արտացոլվում է, խոսքը նաև ապրանքաշրջանառության մասին է, խոսքը չկրակելու մասին է առաջին հերթին, սա պետքա օգտվել իրավիճակից եւ այս ճանապարհով գնալ։ Պարոն Մկրտչյան, Իրանում եւ Վենեսուելայում կատարվողի ֆոնին Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կտրուկ եւ բիրտ գործողությունների բացակայությունը պայմանավորել այն հանգամանքով, որ ներսում չկա հանրային լայն ընդվզում։ Ես կարծում եմ, որ այդպիսի կտրուկ եւ կոշտ գործողությունները Մադուրոյի նկատմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունը ներսից պայթեցնելու այդ սցենարը եւ գործողությունը, որը հիմա կիրառվում է եւ կարծես թե հաջողության ճանապարհին է, սա մեսիջ է Վլադիմիր Պուտինին, որ դադարացրու պատերազմը, դադարացրու միջազգային բեսպրեդելը, որը որ սկսել է 2012 թվականից դեռևս եւ արի բանակցությունների սեղանի շուրջ։ Ես այն մտքին չեմ, որ ես այդքան ռոմանտիկ չեմ, որ պատկերացնեմ, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփի հրամանով հատուկ ուժերը կներխուժեն Կրեմլ եւ Վլադիմիր Պուտինի գլխին սև այսպես պարկ քաշած քաշ կտան եւ կտանեն Միացյալ Նահանգները, իհարկե դա կլիներ փայլուն լուծում հանուն արդարության եւ դա իմ ցանկությունը կլիներ եւ շատ շատերի միլիոնավոր քաղաքացիների բնակիչների երկրագնդի վրա ապրող, բայց Միացյալ Նահանգները այստեղ այլ ճանապարհով է գնում, փորձում է հասկացնել այդ մեծ, ավելի մեծ դիկտատորներին, որ ճանապարհ չունեք, այլընտրանք չունեք։ Միացյալ Նահանգները կարող է լուր տարիներ շարունակ ձեզ հորդորել, կոչ անել, գալ բանակցությունների սեղան, դադարեցնել պատերազմը, դադարեցնել մարդասպանությունը, բայց ինչ որ մի պահի այդ համբերության բաժակը լցվում է ու հիմա Թրամփի համբերության բաժակը լցվել է ու Լատինական Ամերիկայի երկրներին իրեն հպատակեցնելը մեր տարածաշրջանում Թրամփի ուղի ծրագրի գործարկումը Իրանի Իսլամական Հանրապետությունում հեղափոխական տրամադրությունների զարգացումն ու իշխանության փոփոխությունը սրա մասին է։ Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը ի վերջո իր նաև վերջին գործողությունից հետո այդ նավթով բեռնված նավի կալանավորումից երկու նավ է դեպ կալանվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, դրանից հետո Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանի Դաշնության իշխանությունները բավականին մտածելու տեղ ունեն։ Պարոն Մկրտչյան, այս իրադարձությունների ֆոնին Հայաստանի իշխանության նկատմամբ քննադատություն է հնչում, որ կարծես թե անհոգ են, չեն տեսնում ինչ է կատարվում հարևան Իրանում եւ շարունակում են օրակարգային հարց դարձնել եկեղեցու բարենորոգման այդ խնդիրը, կաթողիկոսի հեռացումը, երեկ էլ ինչպես տեսանք, Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակին Սերժ Սարգսյանն էլ չէր պատրաստվում հեռանալ, բայց նրան ստիպեցին հեռանալ եւ հիմա էլ կստիպեն, որպեսզի Գարեգին Բ-ն հեռանա։ Դուք ինչ դիտարկումներ կանեք, որքան երկար կարող է այս ամենը շարունակվել, այս բարեփոխումը կամ կաթողիկոսի հեռացումը։ Նախ Գարեգին Բ չի, այլ Կտրիչ Ներսիսյան է եւ կաթողիկոս չի, այլ կաթողիկոսի գահը զավթած մաֆիոս կամ մաֆիոզական հակումներ ունեցող անձնավորություն, սա ֆիքսենք։ Ես իմ զայրույթն ու ըմբոստությունն եմ ուզում արտահայտել, որ այս ամեն ինչը պետք է ստանա հանգուցալուծում եւ շատ արագ հանգուցալուծում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի այն պնդումները, որ պետք է անցնցում ժամանակի հետ եւ այլն, ես կարող եմ փաթեթավորել նախընտրական այսպես բանձիկն էլ ժողովրդի լեզվով ասած վրան կապել ու ներկայացնել հանրությանը իբր այդ համատեքստում։ Հակառակ պարագայում կներեք էլի նույն Նիկոլ Փաշինյանը մեզ ձեզ լրագրողների հայտարարել էր, որ
Վաղարշապատի կենտրոնական հրապարակում ինքը պատրաստվում է հոգևոր հավաք իրականացնել, որը կհանգեցնի Կտրիչ Ներսիսյանի վեհարանից դուրս մղման, եւ դա պատրաստվում է ինքը իրականացնել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Իսկ ինչու չիրականացվեց։ Իսկ ինչու չգնաց այդ ճանապարհով։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ մեր հայրենակիցներին, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, որի ժամանակ քաղաքացիական պայմանագրի թեկնածուն տար անգամ չի ասել Կտրիչ Ներսիսյանի մասով։ Իմ ուղիղ մի քանի անգամ հարցին ի պատասխան Կտրիչ Ներսիսյան թե Գարեգին Բ, կաթողիկոս թե կաթողիկոսի գահը զավթած անձնավորություն պատասխան չի տրվել։ Ինչու։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով այդպես ավելի հարմար էր։ Այդպես ավելի շատ լայն զանգվածների համար իրենք կամ ինքը ընկալելի կլիներ։ Իսկ հիմա մեկ այլ հարց։ Նիկոլ Փաշինյանի ձգձգումը Կտրիչ Ներսիսյանի հարցերը լուծելու ինչ նպատակ է հետապնդում։ Ներողություն, ես կարող եմ Կտրիչ Ներսիսյանի վերաբերյալ ասել ամեն ինչ։ Ես, դուք, մյուսները, մարդիկ, ովքեր չունեն լծակներ, ովքեր հանդես չեն գալիս իբրև ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության օրինակ վարչապետ։ Բայց Նիկոլ Փաշինյանը հանդես գալով ի պաշտոն, այլևս վերջին եպիսկոպոսների հետ հանդիպումից հետո այլևս վերջնականորեն ինքը հանդես է գալիս իբրև Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հիշեցնեմ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փաստաթուղթ է հրապարակել Եզրաս Ներսիսյանի հետ կապված, որ ինքը ԿԳԲ գործակալ է։ Եվ մտահոգություն էր հայտնել կամ կասկածներ էր հայտնել ազգային անվտանգության ծառայությունը իր հայտարարության մեջ, որ ընդհուպ Եզրաս Ներսիսյանը համագործակցում է այլ երկրի հատուկ ծառայությունների հետ մինչև այսօր։ Վարչապետը մի քանի անգամ ազգային ժողովի ամբիոնից է հայտարարել, որ կամ հասկացնել տվել, որ Կտրիչ Ներսիսյանն է, մի ագենտ էլ Կտրիչ Ներսիսյանն է։ Ես էլ կարող եմ այդ ամենի հաջորդել վարչապետին, ասեմ Կտրիչը ագենտ է, Կտրիչը պոռնկության հովանավոր է, ու այսպես շարունակ։ Ես կարող եմ ասել միայն, բայց վարչապետին առընթեր իրավապահ մարմինները ինչի են լուր։ Լավ, այս հարցը ձգձգելու իմաստը ինչու՞ է կայանում, կարելի է հասկանալ։ Կարող եմ ես ենթադրել, որ օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վերջում նոր հավատացյալ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իր առաջ 2026 թվականի ընտրություններից առաջ Եվրոմիության դրոշի հետ Կտրիչ Ներսիսյանի մի որևէ մասունք ներկայացնել, մնացած մի մասունք ներկայացնել իբրև հաղթանակի սիմվոլ ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հերթական անգամ մոլորեցնել։ Ես ասել եմ ու շարունակում եմ կրկնել։ Հայ առաքելական եկեղեցին, ինստիտուտը, մեր սրբության սրբոցը, ով կփորձի քաղաքական բախումների կամ քաղաքական այսպես դիվիդենդներ շահելու հարթակի վերածել իմ անձնական թշնամին է։ Իմ կռիվը հոգևոր նորոգման մասին է։ Իմ կռիվը վեհարանը Կտրիչ Ներսիսյանի նման պոռնկության հովանավորից եւ ԿԳԲ ագենտի գործակալի աղբորից ազատելու մասին է։ Եվ ազատել որքան հնարավոր է շուտ։ Նիկոլ Փաշինյանի կռիվը մինչև 2026 թվական այս խնդրը կամ այս process-ը ձգձգելն է կարծես թե։ Հակառակ պարագայում ներողություն օտար երկրի շահերին ծառայող որևէ դուրս պրծուկ եթե այս երկրում կա, իրավապահ մարմինները ականջից թղթով բռնած համապատասխան խուցն ու ծակը պիտի ուղեկցեն։ Ինչի մասին է խոսքը։ Ինչու՞ է խնդիրը։ Կներեք էլի ասում եմ մեկ այլ բանի վրա ուշադրությունը ձեր հրավիրեմ։ Եպիսկոպոսների հետ Հայաստանի Հանրապետության վարչապետը դնում է ստորագրություն մի բանի տակ, որտեղ ասվում է, որ ԿԳԲ գործակալի աղբորը եկեք ուղարկենք արժանապատիվ հանգստի։ Կոչենք արժանապատիվ հանգստի։ Կարող է պարզվի այս երկրում Ադրբեջանի ու Թուրքիայի գործակալներին էլ պետք է ուղարկեք ինչ որ մի էտապում արժանապատիվ ու հանգիստ հանգստի։
Ինչով է տարբերվում։ Ինչ կապ ունի, որ ինքը Կտրիչ Ներսիսյանն է, կաթողիկոսի գահ զավթած անձնավորություն։ Այդ պետության շահերի դեմ կռիվ տվողը, պետության շահերի դեմ կռվողը արժանապատիվ հանգստի կոչվելու իրավունք ունի։ Պարոն Ոնց որ չի կպնում, ես ոնց որ չեմ կարողանում թելը բերել մյուս թելին կպցնել, եզրերը կպցնել ու հասկանալ տրամաբանությունը որտեղ է։ Ես ակնկալում եմ եւ պահանջում եմ այս պայից սկսած այլևս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից Հայաստանի Հանրապետությունը մաքրել օտարերկրյա գործակալական ցանցի անդամներից, մաքրել ամենաբիրտ ու կոշտ միջոցներով ու սկսել առաջինը Կտրիչ Ներսիսյանից։ Որովհետև գիտեք, Էլիզա ջան, ես ինքս էլ, ներողություն, ես ինքս էլ մասնակցել եմ երկու պատարագի վարչապետի կողմից վարչապետի մասնակցությամբ երկու պատարագի։ Մեկը Սուրբ Սարգիս եկեղեցու, մեկը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, երբ որ այդ հոգևորականները կոչ էին արել մասնակցելու իրենց հետ Կտրիչ Ներսյանին հանգստի կոչելու այդ հավաքին։ Երկուսին էլ մասնակցել եմ հավատով, որ այ շուտով, այ այսօր Կտրիչին տուն ճանապարհելու օրն է։ Բայց երրորդին ես չեմ մասնակցի։ Եթե դա չլինի վերջնականը, ես չեմ պատրաստվում բեմականացված ինչ-որ արարողությունների մասնակցել։ Գիտեք, ժողովուրդը զզվել է։ Ժողովուրդը լավ գիտի Ներսիսյան ընտանիքն ով է, Կտրիչն ով է, իր աղբերներն ովքեր են, գերդաստանն ովքեր են, վարչապետն ինքն է հայտարարում, որ ունի տվյալներ, որ իրենք ագենտ են։ Ինչի համար այս ամեն ինչը։ Մարդկանց ամենանուրբ լարերի հետ խաղալու իմաստը ո՞րն է։ Այն որ հայ առաքելական եկեղեցին պետք է առողջացվի դրա ու մի բան էլ, հա, թող որևէ մի հոգևորական, սա հատուկ այդ հոգևորականներից ոմանց եմ ասում։ Թող որևէ մի հոգևորական չմտածի, որ այ այս ամեն ինչը հանգուցալուծելուց հետո մենք կունենանք մի այնպիսի վեհապար հայրապետ, որը կունենա սրտի քաղաքական գործիչներ կամ իրենց համար ընկալելի քաղաքական գործիչներ։ Հաջորդ վեհապար հայրապետի համար պետք է հավասար լինի թե բանտում նստած հանցագործը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե ես, թե դուք, թե յուրաքանչյուր հայ երկրագնդի վրա ապրող։ Այ իմ կռիվը սրա մասին է։ Թե չէ, գիտեք, իմ խնդիրը բնավ Կտրիչ Ներսիսյանի նավասարդ arczepiskopos Կաճոյանով փոխարինելը չի։ Եթե իրենք խնդիր են դրել այդպիսի չակերտավոր բարենորոգում անեն, դա բարենորոգում չի։ Ու հանուն արդարության եկեք հիշենք, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիների, Նիկոլ Փաշինյան քաղաքացին կամ Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե կուզեք, առավելապես վարչապետը, այն վարչապետն է, որ 2018 թվականին թույլ չի տվել հավատացյալ հայ ժողովրդին Կտրիչ Ներսիսյանի հարցերը գեղական կարգով լուծելու։ Արգելակել է այդ process-ը։ Հիմա արհեստականորեն ձգձգում այդ process-ը մինչև 2026 թվականի ընտրություններ։ Խնդրում, հորդորում, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին Կտրիչ Ներսիսյանի հարցերը անհապաղ եւ հրատապության կարգով լուծելու, որովհետեւ իր ձեռքի տակ գոնե թե կա գործիքակազմ։ Իր ձեռքի տակ իրեն առընթեր կան մարմիններ։ Պարոն բեմականացված ֆարսին կարող են մասնակցել որոշ հոգևորականներ, կարող են այսպես անհագուրդ եւ բուրըն էմոցիաներով մասնակցել իր կողմնակիցներն ու իր կուսակցականները, բայց լայն հանրային շերտերի կողմից սա չի ընկալվում։